Այլ հայացք Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը պատմական հանգրվան դարձավ Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Հանդիպումից հետո թե Հայաստանի, թե Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը քանիցս հայտարարել է երկու երկրների միջև խաղաղությունն արդեն հաստատված է։ Այժմ կողմերը դրա ինստիտուցիոնալացման փուլում են։ Այդ ֆոնին նկատելի է նաև երկկողմ շփումների ակտիվացումը։ Խոսքը ինչպես հեռախոսազրույցների, այնպես էլ ամենատարբեր միջազգային հարթակներում հանդիպումների եւ շփումների մասին է։ Այս համատեքստում ուշագրավ էր սեպտեմբերին Հայաստանի ԱԱԾ տնօրենի այցը Բաքու, որտեղ նա մասնակցեց անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հանրային դիվանագիտության ակտիվացման աննախադեպ օրինակ էր երկու երկրների փորձագետների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում։ Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին հուզող թեմաների լայն շրջանակի, ներառյալ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հեռանկարները, հումանիտար հարցերը, տնտեսական եւ լոգիստիկ հնարավորությունները հարաբերությունների կարգավորման պարագայում, ինչպես նաեւ վստահության ամրապնդման ուղղված հետագա քայլերը։ Երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակում ուշագրավ է նաև Ադրբեջանում հռետորաբանության որոշակի մեղմացումը։ Չնայած անգամ ամենաբարձր մակարդակով ադրբեջանական կողմից երբեմն հնչում են խնդրահարույց թեզեր, այդ երկրի քաղաքական խոսույթում նկատելի է հակահայկական հռետորաբանության ծավալների զգալի նվազում եւ շեշտադրումների որոշակի մեղմացում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում բավական ուշագրավ քայլ էր Ադրբեջանի կողմից հայկական բեռների տարանցման համար նախկինում գործող սահմանափակումների չեղարկման որոշումը։ Դրա արդյունքում Հայաստան կմատակարարվի ղազախական ցորեն, որը կտեղափոխվի Ակտաուից Բաքու, իսկ այնտեղից ադրբեջանական եւ վրացական երկաթուղիներով դեպի Հայաստան։ Սա մի կողմից Հայաստանի տնտեսության համար ստեղծում է լոգիստիկայի դիվերսիֆիկացման հնարավորություններ, մյուս կողմից Հայաստանին հնարավորություն է տալիս Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Ռուսաստանի հետ։ Հաշվի առնելով ձմռան ամիսներին Բերին Լարսի անցակետում եղանակային պայմանների պատճառով առաջացող խնդիրները, նման հաղորդակցության առկայությունը կարող է բավական օգտակար լինել։ Պաշտոնական Երևանն իր հերթին եւս պատրաստակամ է հաղորդակցությունների ապաշրջափակման ոլորտում հստակ լուծումների գնալ։ Թբիլիսիում տեղի ունեցած Մետաքսի ճանապարհ միջազգային համաժողովին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ հայկական կողմը ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ է հենց այսօր իր տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար՝ Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Բացի այդ, տեխնիկական որոշ աշխատանքներից հետո Հայաստանը պատրաստ է տարանցում ապահովել նաև Նախիջևանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս, ինչպես նաև երկաթուղային տարանցում Թուրքիայի եւ Նախիջևանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջև։ Հատկանշական է նաև, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգներն արդեն նախապատրաստական աշխատանքներ են սկսել Թրամփի ուղու, Թրիփի կյանքի կոչման ուղղությամբ, եւ ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին կողմերը կունենան փոխհամաձայնեցված փաթեթներ։ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում նկատվող այս դրական միտումները կարող են նպաստավոր ազդեցություն ունենալ նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վրա, ի վերջո հանգեցնելով արդեն ավելի քան 30 տարի փակ հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ուշագրավ է նաև այն, որ այս զարգացումները մեծացրել են միջազգային դերակատարների ուշադրությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների նկատմամբ, որոնք կարող են դառնալ կենտրոնական Ասիան Եվրոպային, Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր հանգույց։ Նոր իրողությունները ստեղծում են նաև եզակի հնարավորություններ, որպեսզի Հայաստանն ավելի խոր եւ ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես համաշխարհային դարպասներ ծրագրին, Սևծովյան ռազմավարությանը, միջին միջանցքին, անդրեվրոպական տրանսպորտային ցանցին եւ այլ նախագծերի։ Չնայած Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում նկատվող դինամիկային պետք է արձանագրել, որ այն բավական ժամանակ եւ ջանքեր է պահանջելու երկու կողմից էլ։ Բացի այդ, դեռևս առկա են մի շարք զգայուն հարցեր, օրինակ հայ ռազմագերիների վերադարձի, անհետ կորած անձանց եւ այլ թեմաների հետ կապված, որոնք բացասական են ազդում կարգավորման գործընթացի վրա։ Միևնույն ժամանակ ակնհայտ է նաեւ այն, որ այդ հարցերի լուծման միակ արդյունավետ եւ իրատեսական ճանապարհը հենց կարգավորման գործընթացի շարունակականությունն է։